դուք ձեր մայրիկի դեմ ցուցմունք եք գրել ու որպեսզի այս հարցը կարգավորեք, ինչ որ խնդիրներ էր առաջացել եւ դուք ստիպված եք եղել ցուցմունք գրել։ Ոնց բացատրենք հանրությանը։ Այս այնքան ուրախ եմ, որ առաջի անգամ գոնե այս հարցը տրվում է, որտեղ դրա վերաբերյալ վերջերս մի գրառում արեցի, բայց կարծում եմ այս այն հարցն է, հանրության, այո, այդ շատ շնորհակալ եմ այս հարցի համար։ Նախ որ ես բուն գործով արդարացվեցի 2-3 տարի առաջ մտանք ես դիմեցի գլխավոր դատախազը դիմեց Վեճռաբեկ դատարանին, դատարանը գտավ, որ նոր Երևան եկած հանգամանքները լրիվ հիմնավոր են դարձնում, որ գործը նորից քննվի եւ գնացինք Առաջինացյանի դատարան, գործի ամբողջական քննություն տեղի ունեցավ եւ ապացուցվեց, որ այն բոլոր փաստարկները, որոնք գործի հիմքում են դրվել, լրիվ կեղծ են եղել, ուղղակի ֆաբրիկացիա է եղել, այո, ես բոլոր հիմքերը ունեցել եմ տարկետման։ Այդ հիմքերը ուղղակի վերացրել էին, որպեսզի ինձ անպայման անազատության մատնեն։ Գործով դատավորը ինձ ներողություն է խնդրել խանութում, որ առաջ խաղացում է ունեցել իդեպ։ Անուն ազգանունքը ինչ է։ Մնացական Մարտիրոսյան։ Այդ տեսակ գործերը միայն ինքն էր քննում, եթե գիտեք։ Ասում էր, որ Արմեն Գևորգյանը զանգեց, ասեց, որ Ռոբերտ Քոչարյանը ասում է՝ «Դի դատես 4 տարի»։ 4 տարի։ Բառացի։ Հիմա թող գնան, քննեն, իմանան ով է հանձնարարել եւ ոնց է եղել այդ ամեն ինչը։ Ընդհանրապես մամայի հետ կապված որևէ հարց չի եղել, ոչ մի ցուցմունքի հարց չի եղել։ Այն զինկոմը, ով մասնակցել է գործի քննությանը, ինքն է նշել, որ հանդիպել է մորս, որը տրամադրել է իմ ճեմարանի տարկետման փաստաթղթերը, ապացույցները։ Եվ այդպես մորս անունը սկսել է գործի մաս դառնալ։ Ոչ մի եւ քանի որ մայրս մասնակցել է, Աղվան Հովսեփյանը որոշել է, որ մորս դեմ պետքա եւս քննություն անցկացվի ու հետախուզում է հայտարարվել մամայիս նկատմամբ, ընդամենը։ Իդեպ երբ ես ազատ եմ արձակվել, գնացել եմ Աղվան Հովսեփյանին, ասել եմ տատս հիվանդ է, թույլ տվեք, որ մայրս գա եւ այդպես նաեւ այդ հետախուզումն է վերացել։